Ինչ են բանակցում իրար թշնամի համարող Միացյալ Նահանգներն ու Իրանը եւ արդյոք սպառնալիքներից բացի նաեւ ռումբեր կուղարկեն միմյանց ուղղությամբ։ Միջուկային համաձայնագրի շուրջ Իրանի ու ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցություններն ապրիլի սկզբին են մեկնարկել։ Դրանից օրեր առաջ շուրջ 12000 կիլոմետր հեռավորություն ունեցող այս երկրները միմյանց ռազմական հարվածներով էին սպառնում։ Եկեք հասկանանք ով ումից ինչ ու ինչքան է ուզում այս պատմության մեջ։ Վաշինգտոնն ու Թեհրանը եղել է ժամանակ, որ նույնիսկ համեմատաբար կայուն հարաբերությունների տասնամյակ են ունեցել։ Նախորդ դարի կեսերին էր դա, երբ չզարմանաք, բայց Միացյալ Նահանգներն Իրանին միջուկային ռեակտոր ու ուրան տվեց, միջուկային էներգիայի քաղաքացիական օգտագործման համար։ Ատոմներ հանուն խաղաղության ծրագրի շրջանակում էր դա։ Իրано-ամերիկյան հարաբերությունները կտրուկ լարվեցին ու սրվեցին Իրանում հեղափոխությունից 1979-ից հետո։ Ավելի քան 40 տարվա հակառակորդներ են այս երկու երկրները եւ մասշտաբները պատկերացնելու համար մեզ նախ պետք է թևեր առնել ու պատմության միջով անցնել։ 1979 թվական։ Հենց հեղափոխության տարում Թեհրանում Միացյալ Նահանգների դեսպանատան վրա հարձակում եղավ ու 52 աշխատողները 1 տարուց ավելի 444 օր պատանդ մնացին։ Այս դեպքից հետո Վաշինգտոնն ու Թեհրանը խզեցին դիվանագիտական կապերը։ 1980-1988 թվականներ Միացյալ Նահանգները Իրան-Իրաք պատերազմում Բաղդադին էր աջակցում։ 1983 թվական ԱՄՆ մեղադրեց Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլլահին Լիբանանում 241 ամերիկացի զինվորականի մահվան պատճառ դարձած հարձակման մեջ։ Վաշինգտոնը Իրանին ներառեց ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկում։ 1988 թվական ԱՄՆ ռազմածովային ուժերը իրանական քաղաքացիական ինքնաթիռ խոցեցին 290 զոհ։ 1990-ականների սկիզբ պատժամիջոցներ Թեհրանի դեմ։ 1990-ականների վերջ դիվանագետների մեջ անուղղակի շփումներ ու վերջ։ 2002 թվական Միացյալ Նահանգները Հյուսիսային Կորեան, Իրաքը եւ Իրանը կոչեց չարի առանցք։ Այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշը պնդում էր, այս եռյակը զանգվածային ոչնչացման զենք կարող է ունենալ ու ահաբեկիչների ձեռքը տալ։ Եվ այս հակամարտության մեջ կարմիր թելի պես հենց այս թեման է անցնում։ Իրանը միջուկային զենք չպետք է ունենա։ Միջուկային զենքի թեման նոր չէ, որ պայթյունավտանգ է դառնում։ Ինչպես տեսանք, տասնամյակներով աշխարհը ու հատկապես Միացյալ Նահանգները փորձում են զսպել Իրանի այս նկրտումները։ Եվ 2015-ին պատմական մի բան եղավ։ Իրանը ու 6 գերտերություններ՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան համաձայնության հասան Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Պարզ ասած, այս համաձայնագրով աշխարհը հսկելու էր, որ Իրանն ուրան չհարստացնի այնքան, որ միջուկային զենք ստանա։ Փոխարենը Թեհրանը ստանալու էր միլիարդավոր դոլարների պատժամիջոցների մեղմացում։ Իսկ ինչ եղավ պատմական այս համաձայնությանը։ Դոնալդ Թրամփը, որն այսօր ուզում է բանակցել միջուկային նոր համաձայնության շուրջ, սրանից 7 տարի առաջ իր առաջին նախագահության օրոք հայտարարեց պայմանագրից միակողմանիորեն դուրս գալու եւ Իրանի նկատմամբ սահմանված, բայց սառեցված պատժամիջոցները նոր թափով վերականգնելու մասին։ I will sign a presidential memorandum to begin reinstating US nuclear sanctions on the Iranian regime. Թրամփի այս քայլը քննադատվեց Արևմուտքում ու Ռուսաստանում։ Շատ չանցած արդեն Իրանում ուրանը Արևմուտքի համար մտահոգիչ չափով էր հարստացվում։ 2023-ին միջազգային կառույցներն արձանագրեցին, Թեհրանը մոտ է միջուկային զենք ունենալուն։ Բանակցող երկրները մտավախություն ունեն, որ եթե Իրանը միջուկային պետություն դառնա, ապա տարածաշրջանը շատ արագ կվերածվի ռազմական գործողությունների թատերաբեմի։ Կասկածներ կան, որ ասենք Իսրայելը կարող է նախահարձակ գործողություններ սկսել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտների դեմ, ինչպես դա արել է Սիրիայում ու Իրաքում։ Իրանի միջուկային զենքը կարող է գրգռել նաև Սաուդյան Արաբիայի համանման ախորժակը։ Մյուս կողմից
Ենթադրություններ կան, թե Իրանի դեմ հնարավոր հարձակման դեպքում կակտիվանա նաև Հեզբոլլահը։ Բայց այս ընթացքում Իրանը շարունակում է պնդել, չունի միջուկային զենք ու այն ստեղծելու մտադրություն, ուրանն էլ հարստացնում է միայն քաղաքացիական նպատակներով։ Միացյալ Նահանգներում սրան շարունակում են չհավատալ ու պահանջում են գրել թղթի վրա։ Կողմերի միջև անուղղակի բանակցությունները դեռ շոշափելի արդյունք չեն տվել։ Հայտնի է միայն, որ մինչ այդ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը հրահանգել է բանակը բարձր պատրաստվածության վիճակի բերել։